Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այս տարեսկզբին, ինչպես նախորդ տարի, հանդես եկավ ասուլիսով։ Ալիևն անդրադարձավ նաև Հայաստանի հետ հարաբերություններին։ Հայկական մամուլն ու փորձագիտական դաշտը բնականորեն անդրադարձան նրա հնչեցրած մտքերին։ Եթե նախորդ տարի Ալիևը խոսում էր ուժի ու ուժի կիրառման սպառնալիքների լեզվով, այս անգամ խոսում էր խաղաղությունից։ Մեկ տարի առաջ Ալիևը հայտարարում էր, որ Հայաստանը ֆաշիստական պետություն է, իսկ ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Դա կամ Հայաստանը իր մեջ կոչնչացնի, կամ իրենք ադրբեջանցիները դա կանեն։ Այս տարի արդեն Ադրբեջանի նախագահը հայտարարեց. 2025-ը պատմական տարի էր, ավարտվեց հայ-ադրբեջանական պատերազմը։ Մենք սովորում ենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել, ասաց Ալիևը։ Հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը ևս մատնանշեց Ալիևի հռետորաբանության փոփոխությունը։ Դա ըստ նրա կապված է ոչ միայն օգոստոսի 8-ին խաղաղության համաձայնագրի նախաստորագրմամբ։ Պատճառներից ևս մեկը աշխարհաքաղաքականն է, կապված է օրինակ նրա հետ ինչ տեղի ունեցավ Վենեսուելայում օրեր առաջ եւ կապված է նրա հետ, որ Արևմուտքը կարծես թե առավելություն է ձեռք բերում ԱՄՆ Չինաստան գլոբալ մրցակցության տրամաբանության մեջ, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի համար ավելի ձեռնտու է կարծես թե տեղավորվել Արևմուտքի օրակարգերում, քան շարունակել խաղալ երկու կողմերի հնարավոր շահերի հակադրության վրա։ Ալիևը նախորդ տարի խոսում էր ընդհուպ ուժով այսպես կոչված Զանգեզուրի միջանցք բացելու մասին։ Այս տարի արդեն նա այդ ուղուն անվանեց ճանապարհ, ապա օգտագործելով Զանգեզուրի միջանցք տերմինը, այն համադրեց Արաքսի միջանցքի հետ։ Ընդդիմադիր դաշտում իհարկե Զանգեզուրի միջանցք տերմինը հրճվանք առաջացրեց ու հերթական ապոկալիպտիկ սցենարը մշակելու եւ հանրությանը հրամցնելու հնարավորություն տվեց։ Ռոբերտ Ղևոնդյանը ուշադրություն հրավիրեց հանգամանքին, որ այդ ուղին չի սկսվում եւ չի ավարտվում Սյունիքում, այն ձգվում է Չինաստանից, Միջին Ասիայից եւ հասնում մինչեւ Եվրոպա։ Բոլոր երկրները, որոնցով անցնում է այդ ճանապարհը, իրավունք ունեն իրենց երկրի տարածքում իրենց ճանապարհին ցանկացած անվանում տալ։ Այդ թվում Ադրբեջանը կարող է մինչև Հայաստանի սահմանը ընկած բոլոր հատվածներում փակցնել Զանգեզուրի միջանցք անվանումով պիտակներ, ինչին Հայաստանը որևէ կերպ խոչընդոտել ոչ միայն չի կարող, այլև իմաստ չունի դրան խոչընդոտելը։ Խոսքը խնդիրը կամ այսպես ասենք վերաբերում է միայն այն հատվածին, որը անցնում է Հայաստանի տարածքով, առաջին հերթին Սյունիքով անցնող հատվածին, բայց նաև եթե հնարավոր լինի եւ եթե Հայաստանը կարողանա համապատասխան չափով աշխատել երասից Գյումրի ընկած հատվածին, եւ այստեղ Հայաստանը իր հերթին կարող է ցանկացած սպիտակ փակցնել, ցանկացած ձևով անվանել, այնպես որ կարծում եմ Ալիևի կողմից Զանգեզուրի միջանցք անվանումը պետք չէ, որպեսզի մեծ խնդիրներ կամ էմոցիաներ առաջացնի Հայաստանի ներսում։ Ի վերջո դա մեր կառավարելիության ոլորտում չէ։ Նույն կերպ, ինչպես օրինակ Ալիևը կամ Ադրբեջանը իրավունք չունեն Հայաստանի տարածքում որևէ ճանապարհի կամ որևէ տեղանքի այլ անունով կոչել, քան այն կոչում է Հայաստան։ Իլհամ Ալիևը խոսում էր նաև դրա օգուտների մասին ու նշեց, որ այստեղ պարտվողներ պետք է չլինեն եւ Հայաստանն էլ իր օգուտներն է ստանալու այս ճանապարհի շահագործումից։ Միաժամանակ Ալիևը նաև նարատիվների պատերազմ է մղում, հարցազրույցում անդրադարձել էր Ռուսաստանի կողմից արևմտյան պատժամիջոցները շրջանցելուն, փորձելով Արևմուտքին ներկայացնել, թե Հայաստանն օգնում է այդ հարցում Ռուսաստանին։ Ղևոնդյանը դա բնական համարեց ու նշեց. մենք էլ նույն բանն ենք անում Ադրբեջանի մասով։ Մենք էլ մեր հերթին նույն բանն անում ենք։ Ես ինքս եւ նաեւ պաշտոնյաներ որոշ բազմաթիվ անգամներ հայտարարել են, որ Ադրբեջանի միջոցով Ռուսաստանը կարողանում է էներգագիրներ արտահանել, Ադրբեջանի միջոցով կարողանում է ինչ-ինչ ապրանքներ ներմուծել, որոնք չի կարողանում այլ երկրներից։ Ընդ որում շատ կարևոր է նկատի ունենալ, որ ոչ միայն պատժամիջոցի տակ գտնվող ապրանքների խնդիր ունի Ռուսաստանը։ Ռուսաստանը անհրաժեշտություն ունի նաև ներմուծելու այնպիսի ապրանքներ, որոնք պատժամիջոցների տակ չեն, բայց որոշ էթիկական, բարոյական կամ այլ նորմերից ելնելով այդ ապրանք արտադրողները չեն ցանկանում ուղիղ վաճառել Ռուսաստանին։ Եվ այստեղ որևէ խախտում չկա, եթե Հայաստանը կամ Ադրբեջանը այդ ապրանքներ ներմուծեն, հետո վերարտահանեն Ռուսաստան։ Թեև ես ցանկանում եմ հիշեցնել, որ 2023 թվականի մայիսից գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 808N որոշումը, որի հիման վրա պատժամիջոցների ցանկում գտնված շատ ապրանքների արտահանումը մինչև կարելի ասել անհնարինության աստիճան բարդացված։ Խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո հայկական ընդդիմադիր դաշտում աղմուկ բարձրացավ, թե Հայաստանը հերթական զիջումն է արել ու այսուհետ 907 բանաձևը, որով ԱՄՆ-ն զենք չէր կարող վաճառել Ադրբեջանին, կհանվի։ Պարզվեց, բանաձևը չի հանվել եւ չէր կարող նախագահի որոշմամբ հանվել։ Դա կոնգրեսի տիրույթում է։ Ալիևը իր հարցազրույցում կոչ էր արել չեղարկել բանաձևը։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն ասաց, որ ավելի քան 20 տարի այդ բանաձևը շրջանցվել է նախագահների կողմից։ Այո, նախագահը իրավասու չէ վերացնել այդ բանաձևը, նա կարող է ընդամենը 1 տարով կասեցնել դրա կիրառումը, ընդ որում դրանից օգտվել են նախկին 20 տարիների ընթացքում բոլոր նախագահները, սկսած Բիլ Քլինթոնից, միայն 1 անգամ Ջո Բայդենը չօգտվեց
այդ իր իրավունքից, կարելի ասել 25 տարիների ընթացքում 24 անգամ այդ իրավունքից օգտվել են, այնպես որ Տրամպը այդպես որ նոր բան չի արել, իսկ բանաձևի վերացումը, այո, կոնգրեսի իրավասության շրջանակներում է, բայց նույնիսկ այս պահի դրությամբ չկա ներկայացված օրենքի նախագիծ այդ բանաձևը վերացնելու մասին։ Այսինքն մեկ բան է այն, որ Տրամպը Ալիևին ասում է կամ հայտարարում է, թե բանաձևը չի գործելու, մեկ այլ բան է այդ բանաձևի վերացումը, որտեղ Տրամպը որևէ իրավասություն չունի։ Խաղաղության պայմաններում ապրել սովորելու համատեքստում Ադրբեջանի տարածքով Ղազախստանից եւ Ռուսաստանից երկաթգծով բեռներ են ժամանում Հայաստան։ Նաեւ Հայաստանն Ադրբեջանից բենզին ու դիզվառելիք է ներմուծում։ Արդեն երկրորդ խմբականակն է ժամանել մեր երկիր, սա կարող է նպաստել խաղաղությանը, բայց մտավախություններ կան, որ դա միակողմանի է արվում եւ Ադրբեջանը Հայաստանից ներկրումներ չի անում։ Ադրբեջանը չի ուզում, թե ձեռնտու չի Հայաստանից ապրանքներ ներկրել։ Ադրբեջանը ունի մեկ ապրանք, որը մեզ համար կենսականորեն կարևոր է եւ մենք ցանկանում ենք դա գնել եւ դա հենց էներգակիրներն են։ Հայաստանը ունի բազմաթիվ ապրանքներ, որոնք թեև շատ կարևոր են Ադրբեջանի համար, բայց կենսական չեն եւ Ադրբեջանում ժամանակ է պետք, որպեսզի այն ընկերությունները, որոնք ներմուծում են այդ ոչ կենսական ապրանքները, որոնք նրանք ներմուծում են նաեւ այլ ուղղություններից եւ նաեւ դիվերսիֆիկացված են, կարողանան գնել նաեւ Հայաստանից։ Բազմաթիվ ոլորտներ կան, որոնք կարող են հետաքրքիր լինել Ադրբեջանի, սկսած սննդից, թեթև արդյունաբերությունից մինչև օրինակ կենցաղային տեխնիկա, որը Հայաստանը կարող է շատ ավելի լավ պայմաններով Ադրբեջանին վաճառել, քան իրենք բերում են ենթադրենք Եվրոպայից կամ այլ վայրերից։ Այնպես որ կարծում եմ ժամանակի ընթացքում այդ ամենը տեղի կունենա։ Ընդդիմադիր շրջանակները շարունակում են խաղաղության գործընթացը տորպեդահարելու գործողություններ անել եւ այդ ճանապարհին Ադրբեջանի հետ խաղաղություն հնարավոր չէ խոսույթից հասել են այսպիսի խաղաղություն մենք էլ կբերեինք խոսույթին, իսկ գործընթացը բարեհաջող առաջ է գնում ու խաղաղությունը հաստատվել է, մնում է այն ամեն օր խնամել։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։